Արտիքի հրապարակում կայանած ՈՒԱԶ մակնիշի այս երկու մեքենաները վաղը ևեթ կուղևորվեն Արցախ։ Սա նվիրատվություն է սահմանում կանգնած հայ զինվորին եւ հայոց բանակին ծնունդով արտիքցի, սակայն արդեն երկար տարիներ Ուկրաինայի Օդեսա քաղաքում բնակվող գործարար Արա Վարդանյանից։ Հայրենիք վերադարձած գործարարը Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքի արտադրամասից գնված մեքենաները պատրաստվում է համաքաղաքացիների հետ տեղափոխել հայկական երկրորդ հանրապետություն։ Մեկը նվիրատվություն կլինի Ջեբրայելի, իսկ մյուսը Մատաղիսի զորամասին։ Ծառայողների, մեր արուն թափած տղաների, զոհվածների երած մեր ազգի մար շնորհքն ու պատիվը, այս մեր երածը մի կարտել է ծովի մեջ։ Թող ծառայեն խաղաղության համար այս մեքենաները, բայց խաղաղություն կոչ անելով մենք այն ազգը չենք, որ կարող ենք վախենալ պատերազմից, եթե պետք է եկերվենք այդ։ Արտիքի բնակիչների կարծիքով պատերազմական օրերին սահմանին կանգնած 18-ից 20 տարեկան մեր զինծառայողներն արել են անհնարինը։ Այժմ էլ երբ շփման գծի ողջ երկայնքով շարունակում է իրավիճակը մնալ լարված, ըստ արտիքցիների առաջնագծում գտնվող զինվորը պետք է իր թիկունքին հուսալի եւ միասնական աջակցություն զգա։ Սա համարում են միասնական պայքար հանուն խաղաղության։ Որ ազգ իր զինվորին չի ուզել զինը ու կշտացնե կերակերը։ Ուկա ժամանակ նորին կստիպված կերակրել թշնամու զինվորին։ Ու գզինեք թշնամու զինվորին։ Այսօր դուք մեր բարդավորությունները կայնենք իրար կողք ուժեղ եղնենք ու պայքարենք մեր ազատության համար, մեր գեոպոլիտիկի դիրքերին դեպի որ սաղ 4 կողմը մուսուլման են։ Կարող է պատերազմը ցույց տվեց որ մեր տղաները եթե ինչ որ հանգարցակին բերե իրանց ուզեցել էին բերեին, չկրծան, ուրեմն էլ չեն կրա։ Մեր տղաները շատ ուժեղ են, ափսոս զոհերը տվեցինք, բայց ինչ են էս պատերազմ է։ Արտիքի կամավորականների խումբն այս պահին գտնվում է առաջնագծում։ Արտիքցիները նշում են անհրաժեշտության դեպքում կհամալրեն նրանց շարքերը, իսկ բոլորի մաղթանքը մեկն է, որ խաղաղություն հաստատվի, կորուստներ այլևս չլինեն։ Մենք հբարտանում ենք իրանցով, իրանք միշտ ուժեղ են, կանգնած են, եթե պետք լինի մենք էլ իրանց կողքը կլինենք։ Բոլորին, բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն։